Դուք նշեցիք, որ 195 դիմում բողոք եք ստացել, հա, դպրոցների վերաբերյալ։ Ոչ, բոլոր ուսումնական հաստատությունների եւ ավելի շատ ծնողների մտավախությունը կամ մտահոգությունը բռնությունների ու դրամավակին է վերաբերում, որը որ ձեր տեսչական մարմնի լիազորությունների մեջ չի մտնում, ճիշտ հասկացա։ Եթե դիմում բողոքում բարձրացված խնդիրները արձանագրում են ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի խախտվածություն, որոնք կապված են տվյալ բռնության կամ բուլինգի դեպքի հետ, կամ մենք արձանագրում ենք, որ առկա է բարոյահոգեբանական մթնոլորտի խախտվածություն, անմիջապես տեսչական մարմինը արձագանքում է։ Այսինքն, եթե դիմում բողոքը միայն որոշակի ֆիզիկական բռնության դեպք է նկարագրում, հիմնականում դա վերահասցեագրվում է, բայց մեծ մասը կոնկրետ բռնության եւ բուլինգի դեպքերով տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործառույթներ, պարզապես ներգրավելով համապատասխան փորձագետների, հիմնականում հոգեբանների հանրապետական մանկարժեհոգեբանական կենտրոնից։ Իսկ ներողություն ուսումնասիրել եք, վերլուծել եք ինչով է պայմանավորված, որ ծնողների կողմից նման խնդրի վերաբերյալ աճ կա, հա, դիմելիության, իրենց տեղեկացվածության մակարդակն է բարձրացել, գիտեն ում պետք է դիմեն, ահազանգեն եւ կարեւորում են, որ համապատասխան կառույցները միջամտեն, թե ամեն դեպքում գտնում եք, որ դպրոցներում կամ ուսումնական հաստատություններում բռնությունների ու դրամավակի աճ է նկատվում։ 2024 թվականի հետ համեմատած մենք չունենք էական աճ, այսինքն մոտավորապես համադրելի են արդյունքները բուլինգի եւ մնացած համանման խնդիրների։ Այստեղ բնականաբար մեծացել է տեղեկացվածության մակարդակը, որովհետեւ Մարդու իրավունքների 2024 թվականի Մարդու իրավունքների պաշտպանի 24 թվականի զեկույցում մասնարարպես նշված էր, որ շատ դեպքերում մանկաբաժները չեն տարբերակում բուլինգը, այսինքն ըստ էության հնարավոր է բուլինգ առկա է կամ իրենց կողմից իրականացվում է կամ իրենց ներկայությամբ մի սովորողի կողմից մյուսի նկատմամբ, բայց մանկարժը միգուցե չճանաչի եւ դրա հիման վրա կարծում եմ վերջին 2 տարիներին իրականացվել են իրազեկման աշխատանքներ, ինչը բարձրացրել է իրազեկվածության մակարդակ եւ հետեւաբար նաեւ բողոքների մակարդակը։ Երկրորդ խնդիրը այս առումով կապված է ընդհանուր օրինաչափության հետ։ Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ յուրաքանչյուր երկրում կրթական համակարգի զարգացմանը զուգահեռ բուլինգը ավելի տրանսֆորմացվում է, օրինակ բազմաթիվ երկրներում ավելի հաճախ հանդիպող է կիբերբուլինգը, այսինքն սոցիալական հարթակներում եւ այլն սովորողների միջև կամ մանկարժների միջև, այսինքն այս փոփոխություններում կան նաեւ օրինաչափություններ, որոնք դրսևորվում են բոլոր երկրներում, այդպես որ հիմնական տարբերությունը կարծում եմ կապված է փոփոխությունը, դինամիկան այս առումով կապված է շահառուների կողմից իրազեկվածության աճի հետ։ Իսկ ինչ ունենք անելու, վերլուծել եք մասնագիտական թիմով, որ ուղղություններով աշխատանք կա անելու, բացի այն, որ ուսուցիչներին կվերապատրաստեք, միգուցե երեխաներին ու ծնողներին եւս ներգրավեք։ Բոլոր այս վերլուծությունները տրամադրվում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը եւ գործընկեր կառույցներին, որովհետեւ համանման ձեր նշած բովանդակային աշխատանքները արդեն դուրս են տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից, տեսչական մարմինը որոշակիորեն դրանց անդրադառնում է կանխարգելիչ իրազեկման միջոցառումների շրջանակներում, բայց հիմնական բովանդակային աշխատանքը գտնվում է այլ մարմինների լիազորությունների շրջանակում։ Մենք մեր մասով ամբողջ պատկերը եւ վերլուծությունների տվյալները տրամադրում ենք գործընկեր կառույցներին։